ասեմ հայկական տարածքը որ նստում ես խնդիրը խոսալու, ամեն ինչի մասին խոսում է։ Ամեն երկրորդականը բերում առաջի պլան, ամեն առաջնայինը գնում է հետին պլան։ Բարի ողջույն, հարգելիներս, նորից մեր ձևաչափով Հարություն Գրիգորյանի հետ դուրս են գալիս եթեր, քննարկելու ենք մեր կարծիքով հույժ կարևոր հարցեր, որոնք ուղղակիորեն առնչվում են առաջիկա ընտրական process-ների հետ, հանրապետական մասշտաբի եւ Սփյուռքի կամ արտերկրում ապրող հայերի վերաբերմունքը եւ մոտեցումը իմ կարծիքով եւ մեր կարծիքով պետք է ունենա իր հստակ տեղը։ Ինչով է սա կարևոր։ Մեկ նախադասությամբ ասեմ հետեւյալը. դեմոկրատական արժեքներից օգտվող հայը իրավունք չունի ոչ դեմոկրատական ինստիտուտների հետ հարաբերվի այլ կերպ։ Մենք դեմոկրատական ինստիտուտներից օգտվում ենք եւ կարծում եմ, որ ճիշտ կլինի նաեւ այդպես վերաբերվել եւ ընդդիմությանը եւ իշխանություններին, մասնավորապես ասեցի, եթե իմ ատամը փչացել է ինչքան սիրեն, պետք է հեռացնեմ այդ ատամը, որտեղ ինքը իմ առողջության համար վտանգավոր է։ Այդ թվում եթե մենք ընդդիմության մոտ տեսնում ենք փչացած ատամ, պետք է շատ գեղեցիկ ձևով առաջարկենք հեռացնել, որովհետեւ հետո ցավերը առաջանալու որով։ Անշուշտ։ Հիմա երկու լրացուցիչ հայտարարություն սպասվում է Արցախի հանրապետության նախագահի ընտրություններ, ես երկու ձեռքով ողջունում եմ այդ ընտրությունները, վերջապես այդ աղետալի վիճակից հարկոր է դուրս գալ, որովհետև Արցախի հանրապետությունը ճանաչված է մեր հայության մեջ որպես սուբյեկտ, միջազգային տարածքում պայքարեր գնում սուբյեկտայնացնելու եւ հանկարծ այս անողնաշարների հավաքական մոտեցման հետևանքով Արցախը չունի նախագահ եւ ցանկացած վատ նախագահ ավելի լավ է լինի, քան առանց նախագահի Արցախի դե յուրե իշխանություններ։ Եւ երկրորդ հայտարարությունը կոչ եմ անում բոլոր ընդդիմադիր կեցվածք ունեցողներին ամսի 3-ին, հունիսի 3-ին գնալ հրապարակ, կանգնել Սամվել Կարապետյանի հայտարարած ցույցին, մասնակցել եւ իրենց համաձայնությունը հայտնել Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացին։ Տեսեք ոնց եմ ձևակերպում, Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացին։ Սա շատ կարևոր է եւ բոլորին եմ, իմ ծանոթներին, ընկերներին, մոտիկներին, ովքեր նաեւ ինձ չեն սիրում, բայց գնացեք, ձեր ձայնը բարձրացրեք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ամսի 8-ին հայտարարի իր պարտության մասին։ Այ ողջույն, առաջին հերթին Արամ ջան, հայկական իրականությունը գնահատելը մի քիչ բարդ ու շատ երկար կստացվի, ոնց որ ասենք որ բարդ է իրավիճակը եւ հայկական իրականությունն էլ է ինքը բազմաշերտ, դրա համար այս անգամ զերծ մնանք գնահատականներից, մի խոսք չգիտեմ, գուցե անցնենք կոնկրետ թեմաներին, ասեն այսօր։ Ես 4 հարց էի պատրաստել, հարցերն էլ գրել են, որ ձևակերպումը հենց այդպես էլ հնչի, որ շեղում տեղի չունենա։ Փորձենք այդ հարցերին մենք պատասխանելով գնանք ու հնարավորինս լինենք օբյեկտիվ։ Այո։ Ուրեմն հարց առաջին, եթե Հայաստանը վերջնականապես ընտրի դեպի արևմուտք, ԵՄ կամ ԱՄՆ-ը չեմ հասկանում ոնց պետք է գնա, բայց ԵՄ-ն որոշակի պատկերացում ունեմ, էլի։ Ինտեգրման ճանապարհը, որոնք են լինելու Ռուսաստանի կողմից սպասվող անմիջական տնտեսական եւ անվտանգային պատժամիջոցները, օրինակ գազ, լույս, անցակետ, աշխատանքի իրավունք եւ պատրաստ է արդյոք տնտեսությունը դրան դիմակայելու։ Նա հարցը հետաքրքիր է, ճիշտ է։ Գիտես ինչ, փորձենք ժամանակի սղության պատճառով մի քիչ կարճ լինեմ։ Արի մենք սենց անենք, եթե կարիք լինի ավելացնել, մենք այդ ժամը կավելացնենք։ Շատ բարի։ Հիմա ես ակնկալում եմ, որ մեզ լսելու է նաև Երևա Հայաստանում առաջին հերթին, չէ՞։ Այստեղ խնդիրը ինչու՞մն է։ Մենք նայ իմ կարծիքն է անձնական, որ այս կողքից նայում եմ ինչ դեբատներ է Հայաստանում գնում, իրանք կեղծ են այդ հարցը դրվում։ Այսինքն մենք գնում ենք հիմա Եվրոմիություն, ԱՄՆ, թե Ռուսաստանի հետ ենք լինելու, եթե գնում ենք Ռուսաստանի հետ դառնում ենք գուբերնիա, եթե նրանք ովքեր դեմ են Եվրոմիությանը կամ արևմուտքին հավաքական, մենք կորցնում ենք մեր հայկական ազգային ինքնությունը եւ այլն եւ այլն։ Եվ սկսում են խոսալ արդեն փոքրամասնությունների մասին, համապատասխան Եվրոմիության, այսինքն արատավոր թեզերն են ներկայացնում հայ հասարակությանը։ Արամ ջան, իմ կարծիքով, ըստեղ հայ հասարակությունը ինքը ոչ միտեղ չի։ Այո։ Ինքը մնում է այնտեղ,
ինքը գնում է այնտեղ, որտեղ ինքը կա, այսինքն ինքը ապրում է այնտեղ, որտեղ ինքը ծնվել է։ Գնալը դա անհատի որոշումն է։ Հիմա ինչպես ես գտնվում եմ արևմուտքում, դա իմ անձնական որոշումն է եղել։ Պետությունը ոչ միտեղ չի գնալու, ինքը մնալու է հուսանք հայոց լեռնաշխարհում եւ հայ ազգը այնտեղ շարունակելու է իր գոյությունը եւ զարգանալու է այնտեղ։ Հիմա եթե մենք խոսում ենք քաղաքական գնալու մասին, այստեղ թե կամ այնտեղ, այստեղ արժեհամակարգ պետք է լինի։ Հայ հասարակությունը ինչ արժեհամակարգ է ընդունում, բայց հայ հասարակության այդ արժեհամակարգը պետք է ներկայացնի քաղաքական համակարգը, ընդդիմությունը եւ իշխանությունը։ Այսինքն չպետք է այդ պատասխանատվությունը թողել X գյուղում կամ X շրջանում բնակվող ՀՀ քաղաքացու վրա, ասել հիմա դու ինչ ես ուզում։ Այդ մարդն ուզում է ունենա պարկեշտ ընտանիք, դաստիարակված երեխաներ, կրթված երեխաներ, բարեկեցիկ ապրող երեխաներ, լավ աշխատանք, լավ աշխատավարձ, հաճելի միջավայր եւ անվտանգություն։ Ինչպես յուրաքանչյուր մարդը։ Դրա համար պետք է պետական համակարգը, քաղաքական համակարգը այդ որոշումները ձևակերպի, հիմնավորի եւ եթե հարկ է գալիս արդեն խնդիրը բարձր է հանրաքվեի տեսքով ներկայացնի ժողովրդին կամ առանց հանրաքվեի գործողություններ կատարի։ Եթե մենք խոսում ենք տնտեսությունից, գիտես ինչ, հիմա ես գիտեմ, որ մենք պետք է իրար հետ խոսենք։ Եվ ներողություն 1 րոպե մի հատ հասարակ օրինակ բերեմ։ Ես ունեմ տունը մի քանի համակարգիչ, ունեմ մի քանի հեռախոս։ Ես ունեմ Dell համակարգիչ, հիմա Android-ի վրա աշխատող հեռախոս, որոնք իդեալական աշխատում են, եւ ես գիտեմ, որ քո հետ կարող է հիմա Zoom-ով խոսել։ Ես ունեմ մի հատ գերմանական Medion նաեւ համակարգիչ, որը ունի համապատասխան խնդիրներ։ Հիմա պատկերացրա, ես գիտեի, որ պետքա X ժամին քեզ հետ միանամ։ Ես ասում եմ, ես այս ամերիկյան Dell-ի հերն եմ անիծել, այս Ամերիկայից խիպտի կախվածել եմ, բռնեի քանդեի, ու սկսեի ես Dell-ի հերն անիծել։ Միաժամանակ ես ասեմ, ես Գերմանիայում եմ հիմա գտնվում, այս Medion-ը արտադրվել է Գերմանիայում, Lidl-ն է վաճառել, ես պետք է արամ այդ խոսամ Medion-ով։ Սա իմ արժե համակարգն է, այսպես ասած։ Ու բացում եմ ու սկսում եմ տեսնել, թե ըստեղ ինչ պետք է փոխեմ, ինչ ինստալյացիան է, որ քո հետ խոսեմ, ես քո հետ չեմ հասցնելու խոսել։ Ասածս ինչն է, մենք ունենք աշխատող համակարգ, լավ թե վատ, այսինքն մենք նկատի ունենք Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգը։ Մենք այս համակարգը հայտարարում ենք հայ ազգային սպառնալիք 30 քանի տարի անց եւ որոշում են գնալ մի հատ ուրիշ տեղ, ասենք մենք այնտեղ ենք հիմա ձևավորվելու, եղբայր, այնտեղ դեռ քեզ պետք է դուռը բացեն, որ դու այնտեղ մտնես, բացի քո ցանկությունից։ Այդ ոնց որ հիմա մենք մեքենայով գնանք, տեսնենք մի շքեղ տուն, ասենք մենք ուզում ենք այս տան մեջ ապրել։ Այդ տանտերը պետք է սկզբից համաձայնվի մեզ հյուրընկալել եւ այլն։ Եվրոմիություն, եթե իսկ սա մի քիչ մետաֆորա է, հիմա եթե առարկայական խոսեմ, երկու բան փաստերի վրա հիմնված, իմ ակտիվ աշխատանքի ընթացքում ես հիշում եմ, մանավանդ 2000-ական 2009-10 թվականից հետո, մինչև 2000 առնվազն 18 թվականը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, չնայած որ նա գնացել էր ԵԱՏՄ համապատասխան որոշում ընդունել է 13 թվականին, ակտիվ աշխատում էր Եվրոմիության համապատասխան կառույցների հետ եւ ստեղծել էր իրավական բազա, որը շատ կարեւոր է, մենք իրավունքը անտեսում ենք։ Իրավական բազա կար, որի համաձայն Հայաստանում արտադրված ապրանքը անկախ նրանից այս լոժնի ռուսերեն ասած, այս կեղծ օրակարգը, որ մտցնվում է դեբատների մեջ, Եվրոմիություն թե Ռուսաստան թե այստեղ, այսինքն լուսին թե Մերկուրի, խնդիրը ապրանքը եթե դու ունես որակյալ, համապատասխան մտցնում ես եվրոպական շուկա, կարողանում ես վաճառել։ Մենք բազմաթիվ անգամ եղել ենք մասնավորապես Գերմանիայի ցուցահանդեսներում, տարբեր ցուցահանդեսներում, այդ թվում նաև գյուղատնտեսական ապրանքների։ Հայ արտադրողը իրավունք ուներ մասնակցել, ներկայացնել իր ապրանքը։ Հիմա դու մտնում ես կոնկուրենտնի մրցակցային դաշտ, որտեղ կա, եթե բերենք գինիների վրա օրինակը, գերմանական որակյալ գինի, ֆրանսիական որակյալ գինի եւ արդեն գերմանական շուկայում վերջնական սպառողի համար վաճառվող Կալիֆոռնիայի 1 եվրո 99 ցենտ արժողությամբ 1 շիշի գինի, էտիկետկան վրան Միացյալ Նահանգներից գինին բերվել է Գերմանիա, մաքսա զերծվել է եւ խանութում վաճառվում է խանութի մարժան է վրան 1 եվրո 99 ցենտ։ Կա Բալկաններից գինի 1 եվրո 25 ցենտ։ Հիմա դու մտնում ես այդ սեգմենտի մեջ, թե մտնում ես գերմանական սեգմենտի մեջ, որտեղ գինի պայմանական ասած 5 եվրոից է սկսվում։ Սա Հայաստանի կառավարությունը, ես իսեր Աստծո, լսողները ինձ ճիշտ հասկանան, ես ոչ ցանկանում եմ գովազդել երկրորդ կամ երրորդ նախագահի տարիները, ոչ էլ ցանկանում եմ գնահատել, ես փաստերն եմ արձանագրում։ Հայաստանի իշխանությունները այդ համակարգը ստեղծել էին, այդ
իրավական բազան, դիվանագիտությունը հասել էր դրան։ Արտադրողը ինչի չէր կարողանում վաճառել, որովհետև կային այլ խոչընդոտներ։ Եթե հիմա գործող իշխանությունները ցանկանում են Եվրոմիություն, հայկական ապրանքը ներմուծել, իրանք ավելի տրամաբանական կլիներ հայ արտադրողներին, որոնք հիմա էլ են գալիս նաև ցուցահանդեսներին մասնակցում, հարցներ, տվեք մեզ ձեզ տնտեսական հիմնավորված եզրակացությունը, ձեր խոչընդոտները, որտեղ դուք ունեք խնդիրներ, գուցե պետքա պետական աջակցություն, սուբսիդավորում, որպեսզի դուք մտնեք համապատասխան գնային սեգմենտի մեջ, որպեսզի դուք ի վիճակի լինեք կարողանալ, եթե ձեզանից գերմանական տվյալ ընկերությունը, ես օրինակի Գերմանիայի վրա եմ բերում, ամեն մեկը կարող մտածի, դա գերմանական, պորտուգալական սեգմենտ, ասում է ինձ պետք է այս գինուց 50,000 շիշ ամսեկան, եւ եթե դուք չեք կարողանում արտադրել, ինչ պետք է անի Հայաստանի կառավարությունը, որպեսզի դուք դա կարողանաք անել, բայց երբ որ դու գալով իշխանության նույնիսկ ոչնչացնում ես համապատասխան գերատեսչությունը, գյուղնախարարությունը, հետո ասում ես Եվրոմիություն թե Ռուսաստան, սա ինչ ես ասեմ, օգտվում են առիթից, որ հասարակությունը չի տիրապետում համապատասխան ինֆորմացիա եւ սա հասարակության մեղավորությունը չի, ամեն երկրում էլ դա կա։ Իրանք հասարակությանը կոպիտ ասած օգտագործում են, շահագործում են սեփական, անձնական եւ քաղաքական, կուսակցական դիվիդենդներ հավաքելու համար։ Սա աբսուրդ է, չի կարելի այսպես։ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի պայմանագրեր, մենք ԵԱՏՄ-ից ենք, եթե խոսում ենք, առաջին հերթին մեր համար դա ռուսական շուկան է, չէ՞, ես խիստ կասկածում եմ, որ հայկական ջերմուկը, ծիրանը կամ գինին Տաջիկստանի խանութներում է վաճառվում massայական քանակով, չէ՞։ Խոսքը գնում է ռուսական շուկայի մասին, անունն է ԵԱՏՄ։ Ժպիտ է առաջանում, պատկերացրեցի Դուշանբեում հենց հայկական գինիները, չէ՞, Արենի սենց ու տաջիկները խմում են առօրից երեկո։ Ես ու դու ապրել ենք սովետականության տարածքում, ես չեմ ուզում նրա լավը վատը գնահատել։ Այդ խնդիրը դա չի։ Ուրեմն երբ որ մենք խոսում ենք շուկայի մասին, շուկան միշտ մնացել է բոլորի համար Ռուսաստանը։ Մնացորդային ձևով այլ հանրապետություններում ինչ որ մի բան վաճառելու։ Այս իրավիճակում, երբ որ մենք ասում ենք ԵՏՄ-ի շուկա, ՍՆԳ-ի շուկա, չի, ինչ որ նախին խորհրդային ֆորմատով շուկաների անուն ենք տալիս, դրա 90%-ը Ռուսաստանի եւ Ռուսաստանով պայմանավորված տարածքներում ապրանքների արտահանումը եւ վաճառքը։ Նույնիսկ այսօր Ադրբեջանի միջոցով ճանապարհների այդ պայմանական օգտագործումը էլի կապված է Ռուսաստանի դրական կամ բացական ցանկության հետ։ Նույնիսկ Իրանի հետ կապված այդ ամեն ինչը Վրաստանով։ Ու հետեւաբար, երբ որ մենք փորձում ենք Եվրոպայի հետ կապված որևէ խնդիր բարձրացնել, հստակ պետք է ասենք, երբ որ ասում ենք Եվրոպա, դա մի հատ ամորֆ մարմին է։ Ռումինիան էլ է Եվրոպա։ Ալբանիան էլ է Եվրոպա։ Ոնց Եվրոպա չի։ Եվրոպայի հետ առևտրի մասին խոսքը չի գնում։ Խոսքը գնում է առևտուր Ֆրանսիայի, Գերմանիայի հետ։ Իրենք են Եվ առևտուրը խոսքը գնում է առևտրական, տնտեսական հարաբերությունների մասին։ Այ մենք հիմա ասում են մեզ ինչ են ներկայացնում։ Տրամպի ուղին, որ բացվի, մենք ամերիկական շուկա կմտնենք։ Հարգի լիներս, մենք ամերիկական շուկա մտնում ենք 90-ականների սկզբից։ Եթե այն մարդը, որը հիմա գնում է Լոս Անջելես, Կալիֆոռնիա, մտնում է ուտելիքի խանութներ, այնտեղ տեսնում է հայկական արտադրության ապրանք։ Այսինքն, եթե ապրանք արտադրողը գտնում է գնորդին, ինքը ճանապարհները գտնում է ոնց այդ ապրանքը հասցնի գնորդին։ Ու նույնը վերաբերում է հիմա, որ Եվրոպայից ասեցի Ռամով, Միացյալ Նահանգներին։ Կոլորադո նահանգի շուկան հայի համար Կալիֆոռնիա նահանգի շուկայից տարբերվում է։ Ահավոր է տարբերվում, որովհետև Կոլորադոյում հայը չի կարող վաճառել կոնյակ Արարատ անունով։ Իսկ Կալիֆոռնիայի խանութներում հայկական կոնյակը դրված է։ Հիմա ունը կարա լինի բրենդի, էական չի, ապրանքն արտադրվել է Հայաստանում, շշալցվել է եւ այնտեղ վաճառվում է։ Իրավական բազաները կան, ճանապարհները կան, նորից կներես կրկնվեն։ Եթե պետությունը, իշխանությունը ցանկանում է, որպեսզի իր երկրում արտադրված ապրանքը վաճառվի արևմտյան պայմանական ասած շուկայում, ասենք, Միացյալ Նահանգների շուկայում, Եվրոմիության շուկայում, նա պետքա պարզապես իր արտադրողների հետ քննարկի, ինչ աջակցության կարիքներ ունեն եւ հնարավորինս այդ աջակցությունը ցուցաբերի։ Սա է։ Եթե պետքա օրինսդրական բազա ստեղծել, ազգային ժողովն էլ իշխող կուսակցության ձեռքում է լինում Հայաստանում միշտ։ Անցյալում էլ այսօր էլ իստում ամսի 7-ից հետո էլ այդպես լինելու։ Ստեղծում են իրավական բազան, փող են դնում, գերատեսչությունը վերականգնում են գյուղատնտեսության նախարարության,
համապատասխան, եթե դրա կարիքը կա, արտգործնախարարությանն են հանձնարարություններ տալիս, որպեսզի դիվանագետները զբաղվեն տնտեսության զարգացմամբ, այլ ոչ թե պարզապես ամպագորգոր այստեղ այնտեղ հայտարարություններ անեն, Ջան, արի եւ այդ ձևով պետությունը զարգանա։ մի փոքր ժամանակի մեջ բանանենք, նաև որ ամեն հարցին գոնե մի 10 րոպեի շրջանակներում լինի խոսակցենք, այդպես ճիշտ կլինի։ Եվ նորից մեր ունկնդրին կամ լսողներին ասենք, եվրոպական շուկան ինքը բազմահար կա, որևէ մի հայ թող այսօր մտնի գերմանական խանութներում ու փնտրի, ասում եմ անունները, ալբանական արտադրանքի ապրանք, ռումինական արտադրանքի ապրանք, սերբական արտադրանքի ապրանք, ֆինական արտադրության ապրանք, հետո բանի դանիական արտադրության ապրանք, թող մտնի, ես էլ չեմ բան, անգլիական արտադրության ապրանք բացի վիսկիներից, թող մտնի ու ման գա, լեհական շուկայում տարբեր են լինելու, իհարկե, ամենտեղ իր սեգմենտը։ Ուրեմն մարդիկ պետք է սկզբից դա հասկանան, եթե Ալբանիան չի կարողանում Գերմանիայում ապրանք վաճառի, գոնե մի հատ հարց տան, չէ՞, ինքը ուղիղ գծով 500 կիլոմետր է հեռու, հատուկ մի բան չի, առավոտ նստում իրիկուն կհասնի, այդ դեպքում հայկական կողմը ինչպես պետք է վաճառի 4000 կիլոմետր հեռավորության վրա, երբ որ Ալբանիային չի հաջողում, երբ որ Ալբանիան ինքը եվրոպական երկիր է եւ օգտվում է եվրոպական բոլոր ստանդարտներից։ Ուրեմն հարցը պետքա բարձրացնի։ Եթե այս հարցին իրենք պատասխան չունեն, պետքա գոնե հարցը բարձրացվի, հետո նոր մնացածը։ Հաջորդը, երբ որ մենք ասում ենք արևմտյան աշխարհ, այս հերնայից արևմտյան աշխարհը ֆակտիկ աշխարհագրական այնքան մեծ է, էլի։ Ես էլ հարկավոր մոռանալ։ Այս էլ չի կարելի օգտվել։ Մենք մեր ապրանքը պետք է արևմուտքին, մեր ծառայությունը արևմուտքին վաճառենք, ու Մեքսիկային հանում եք արևմուտքից, թե Մեքսիկան արևմուտք չի, թե Կուբան արևմուտք չի։ Այսինքն Կուբան արևմուտքի արևելյան հատվածն է, ինչ է Կուբան։ Այս բաներն են պետք է վերանա։ Իներցիոն խոսակցությունը։ Եվ երբ որ մենք ասում ենք արևմուտքին վաճառենք, ֆիզիկապես Հայաստանի շորես գալիս արևմուտքը որտեղ, առաջինը Թուրքիան է։ Մենք արևմուտքի հետ պետք է շատ լավ հարաբերություններ ունենանք։ Ոնց, այսինքն սկսում ենք Եվրոպան արդեն Արաքս գետից այն կողմա մեր համար արևմուտքը։ Տենց է ստացվում։ Հողի վրա է։ Okay։ Հիմա վերադառնամ նորից Ռուսաստանի խնդրին։ Ժողովուրդ ջան, Եվրոպան արևմուտքը աշխատել է, որ Ռուսաստանում կուտակվի 3 միլիոն հայ։ Աշխատել է դրա վրա, ոչ թե չի աշխատել։ Ձեր մտքով չանցնի, թե հայերը հենց նենց են հավաքվել Ռուսաստանում։ Պատահական չմտածեք, որ պատահական սելեկցիայի արդյունք է դա, տենց չի լինում։ Եթե պատահական սելեկցիայով Գերմանիայում 150,000 հայ է հավաքվել, պատահական սելեկցիայով։ Այդն էլ հավաքված են, որպեսզի ցույց տան, որ հայը չի կարա արդյունք ունենա Եվրոպայում, էլի։ Հեսա դրա համար։ Հեսա դրա համար։ Հայ վրա հույս մի դերեք, հա, փաստորեն դրանով ցույց տան հայ վրա հույս։ Եթե քանի դեռ դուք չեք հասկացել, որ Եվրոպայի ամենահզոր երկրում Գերմանիայում չկա հայկական եկեղեցի, գոյություն չունի հայկական եկեղեցի, շենք, հայկական սկզբունքներով կարող ոչ թե ինչ որ մեկի կողմից եկեղեցի գնված կամ տրված, դրա մասին խոսքը չի։ Կառուցված հայկական եկեղեցի չկա։ Ֆրանսիայից հեռու ենք 300 կիլոմետր, Ֆրանսիայում կա, այստեղ չկա։ Լեհաստանում կա, այստեղ չկա։ Դու բան ես ասում, որի վրա ուշադրություն չեն դարձնում նույնիսկ մեծ անցյալ ունեցող քաղաքական գործիչները, բայց ուրեմն պետք է հասկանանք հարցակ ինչու Գերմանիայում հայկական եկեղեցի չկա, ինչ ասեք է 450,000-ը կա խանութ բացելու, ֆիրմա դնելու, բայց 450,000 չկա հայկական եկեղեցու կառուցելու, այդ ոնց է Իրաքյան Քրդստանում կառուցվի հայկական եկեղեցի, որտեղ հայ չկա պրինցիպի, չկա 150,000 հայ ունեցող Գերմանիայում հայկական եկեղեցի չկա։ Սրանք նրա համար որ հետևություններ արվեն։ Անցնենք երկրորդ հարցին։ Էլի գրածը կարդամ։ Արդյոք հիմնադիր ուժերի, օրինակ, ուժեղ Հայաստանի առաջարկած ռուսամետ կուրսը կարող է իրական անվտանգային երաշխիքներ ապահովել Հայաստանի համար, հաշվի առնելով 2020-2023 թվականների փորձը եւ ՌԴ Ադրբեջանի ներկայիս հարաբերությունները։
Հրամ է։ Այստեղից այդ որ ես դրա համար հարցում եմ, այդ փչացած ատամի պա։ Հիմա ամենայն հարգանքով ուժեղ Հայաստանը եւ Դաժան հարց է, չէ, դաժան հարց է, բայց եկեք խոստովանենք, էլի, խնդրում եմ, սա պոպուլիզմ է։ Անվտանգության երաշխիք չի տալիս ինչ որ մեկը մեկին։ Ես ներողություն եմ խնդրում, չվիրավորվեն, բայց քանի որ այս բառակապակցությունը միշտ լսում եմ ես տնտեսական կրթություն ունեցող մարդկանց, տնտեսագիտական կրթություն ունեցող մարդկանց կողմից եւ բիզնեսով զբաղվող, իմ մոտ տպավորություն է, որ իրանք գեոպոլիտիկան շփոթում են բանկի հետ հարաբերությունների հետ, որ գնում ես կրեդիտ վերցնելու երաշխավորը, քեզի պետք որ կրեդիտ տան, հա, ներողություն եմ խնդրում, չվիրավորվեն, բայց միջպետական հարաբերություններում չես գնում մեկից երաշխավոր խնդրես, որ գա մեկը քո սահմանը պահի, որ թրիպը լավ աշխատի, չէ՞, թրիպը որպեսզի լավ աշխատի, մենք պատրաստ ենք ստորագրել այդ պայմանագիրը, բայց երաշխավոր գա։ Ուստեղ նորից սկսվում է կեղծ օրակարգը։ Չինաստան թե Ռուսաստան, ԱՄՆ թե Եվրոմիություն, ու մեկն ասում է Եվրոմիությունը ԱՄՆ-ի հետ կաշխատի, բայց Ռուսաստանի հետ չի աշխատի, այն մեկն ասում է կաշխատի, որովհետև նա է գիակա Մինսկի խումբ եղել, հարգելիներս։ Երաշխավորը լինում է կամ երկկողմ հարաբերությունների շրջանակում կամ միջազգային կազմակերպության շրջանակում։ Այսօր մեր մոլորակի վրա միակ միջազգային կազմակերպությունը, որը ռազմաքաղաքական երաշխիքներ է քո անվտանգությանը տալիս, դա ՆԱՏՕ-ն է։ Հայաստանի Հանրապետությունը ոչ կարակ միջնաժամկետ, ոչ կարճաժամկետ, ոչ առավել ևս միջնաժամկետ կտրվածքում ապագայի անդամակցել ՆԱՏՕ-ին, դա հնարավոր չի։ Իսկ եթե անդամակցում է ՆԱՏՕ-ին, մենք պետք է մեզ հարց տանք, այդ ՆԱՏՕ-ն մեզ Հայաստանին ումից պետք է պաշտպանի, Թուրքիայից, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ Վրաստանը պետք է հարձակվի Հայաստանի վրա, Իրանը թե Ադրբեջանը։ Այս հարցին հետևաբար, որpիսի մենք հասկանանք մեզ երաշխավոր, այսինքն Հայաստանը, Երևանը պաշտոնապես ընկալի իրան երաշխավորը պետք է միջազգային կառույցի շրջանակ դնում, թե երկկողմ հարաբերությունների արդյունքում ինքը պետք է մի հատ իրան հարց տա։ Ինքը ինչ ռազմավարություն է իր համար մշակում։ Թրիպը դա ռազմավարություն չի, դա պարզապես ճանապարհ է։ Այդ ճանապարհը մեկը անվանում է միջանցք, մեկն անվանում է ճանապարհ, մեկն անվանում է իրա չգիտեմ ինչը։ Սա պարզապես ուղի է A կետից B կետ գնալու համար։ Հիմա այս ուղին չի կարա լինի հայկական պետականության ռազմավարությունը։ Հայկական պետականությունը, ինչպես յուրաքանչյուր պետություն, պետք է ունենա մի քիչ ավելի բարձր արժեհամակարգ, մեղմ ասած, քան ինչ որ մեկի համար ճանապարհ ստեղծել է։ Դրա համար այդ հայտարարությունները, որ անում են, մենք մեզի պետք է երաշխավոր, իսկ կներեք, եթե մեկը խոսում է Ռուսաստանը, որ լինի մեր երաշխավորը, Արամ ջան։ Հա։ Տվյալ մարդիկ ուսումնասիրել են Ռուսաստանի տրանսֆորմացիայի ենթարկված ռազմաքաղաքական ստրատեգիական ուղի։ Այն Ռուսաստանը, որի հետ Հայաստանի Հանրապետությունը պայմանագրեր ունի բիլատերալ անվտանգային, դրանք ստորագրվել են 90-ականների սկզբին, առաջին 92 թվականին հայ-ռուսական հարաբերությունները սահմանի վերաբերյալ։ Դրանից հետո ես հաճախ եմ ասել նաև իմ նախկին գործընկերներին, համախոհներին, ընկերներին, 2014 թվականի մարտ ամսին Ռուսաստանի Դաշնությունը իր տարածքային ամբողջականությունը ընդլայնել է ուղիղ Հայաստանի Հանրապետության տարածքի չափով։ Ղրիմի թերակղզին մոտավորապես մի քանի բլուր պլյուս մինուս Հայաստանի չափ է, բնակչությունը նույնպես։ Ռուսաստանի Դաշնությունը 22 թվականից հետո էլ ավել ընդլայնել իր համար միջազգային իրավունքը չես, իր համար իր տարածքային ամբողջականությունը։ Վերադառնանք էլի։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, տվյալ քաղաքական ուժը այս իրականության հետ հաշվի նստում է, եւ եթե նստում է ինքը կարողանում է ընտրողին բացատրել ոնց է նստում եւ ինչպես է հարաբերվելու այս պետության հետ, որ ինքը նրա երաշխավորը լինի կամ չլինի։ Հիմա Հա, շնորհակալ եմ։ Ամեն ինչ ճիշտ է։ Հիմա բեր ավելի շատ պարզացնենք, էլ ես ու դու գնանք գյուղա մեջ, նստենք այն քարի վրա, բան սկամեկին էլ չէ, էլի քարերը կան, չէ, գյուղի մեջ։ Նստենք այնտեղ ասենք Արուտ ջան, հələ մի հատ արի տենանք, քանի կողմ կա, որ մեզ ինչ են առաջարկում։ Լավ, վատ առաջարկությունների չէ, ինչ են առաջարկում։ Ուրեմն սկսենք Ադրբեջանից, ասում է հանձնվեք։ Թուրքիան ասում է հարմարվեք։ Վրաստանն ասում է դե պրինցիպի իմ համար մեկ է, դուք կհանձնվեք, դե կհարմարվեք։ Ինձ համար մեկ է։ Գալիս ենք Հյուսային Կովկաս, այդ բան մեր աղբերներին, վայրերին, այս հայրախելքները գցել են լրիվ։ Գրոզնիում,
կառուցում են Հիսուս Քրիստոսի անվան մզկիթը, լավ է, չէ՞։ Մզկիթը կառուցած է Հիսուս Քրիստոսի անվան մզկիթն, ասում են, արա հայեր, աղմախներ, մենք ստեղ Հիսուս Քրիստոսի անուն մզկիթ են կառուցում, ասում ենք, որ մի կամուրջ, մի բան ստեղծենք, գլխի չեք ինչ է կատարվում։ Մենք Ռուսաստանի ամենաուժեղ իսլամացած թևն ենք։ Մեզանից ուժեղ չկա 40,000 կալաշնիկովով մարդ ունենք, որ մի շվոցի դեպքում Ալլահ ակբար ասելով նաև Քրիստոսի դրոշով գալու ենք։ Երկու դրոշով ենք գալու, որտեղ կառուցված է, չեք հասկանում։ Մտնում ենք Ռուսաստան, Ռուսաստանին ինչ արա, Պուտինը հետ ախպեր հոգնել եմ ձեզանից էլի։ Ոնց ձեզ հարմար է։ Վրաստանի մեծ փաթեթն առաջարկում։ Այսինքն եթե Վրաստանն ասում է, դե ես տես բան, ինքն ասում է, ձեզ ոնց հարմար է, տղեկ ջան։ Կարամ օգնեմ, կես մետր էլ ձախ տանեք Հայաստանը։ Մենից խնդիր չկա։ Մտնում ենք Եվրոպա։ Եվրոպան ինչ առաջարկում։ Առաջարկություն չկա Եվրոպայից։ Եվրոպայից որևէ առաջարկություն չկա։ Միակ առաջարկությունը հետևյալն է, որ առավելագույն ժողովրդավարական ինստիտուտներ կառուցեք Հայաստանում, որտեղ օրինակ գնացեք Չաչարուխ գյուղում ժողովրդավարական մի հատ ինստիտուտ բացեք, մի հատ հովիվ բերեք այնտեղ, թող ինքը պատմի, թե ոնց կարելի է, ասենք, բան անել, էծին, գառի հետ աշխատանք անել, մոտավորապես։ Գալիս ենք Ամերիկա։ Ամերիկացիները մեր ժամանակ հիմա կլռանա, բայց կավելացնեմ 10 րոպե մնաց։ Ամերիկացիները հսկայական վերլուծական ինստիտուտներ ունեն, Պենտագոնի վերլուծական ինստիտուտը, Rand Corporation-ը մի լավ աղբեր ունեմ Ամերիկայում։ Արասմա խիղճներդ մեռնի, դրա այդ կորպորացիանը մեկ տվեք էլի։ Rand Corporation-ը ասում է, որ Հայաստանի անվտանգությունը կարող է ապահովել միայն Ռուսաստանը։ Յան տվեք բոլորից։ Էսի դրված է, շարունակում ասում է, դե որ մի քիչ էլ ավելի ճկուն աշխատեք, գուցե հնարավոր լինի բալանսավորել այդ ուժերը Ռուսաստանի հետ, բայց դրա համար ձեզ մի 50 տարի ժամանակ կպահանջել, որ կարողանաք անել։ Ուղղակի ելնելով դեմոկրատական այդ հարաբերությունից ասում է, որ խելքներդ գլուխ հավաքեք դեպի Ռուսաստան, լավ ավատա, էտա, այնեն դե բերեք մի բան արեք, լավ երկու հատ թնդանոտ կբերեք, որի արկը $6000 է, մի հատ կրակումա $6000 է։ Առնողները չեն հասկանում ինչ են արել։ Արա թնդանոտն արել ես, մի հատ կրակումա $6000 է։ Ցավետ տանը մի ժամ կրակես բյուջետ կվերջանա։ Էս էլ այդ խնդիրն է։ Պետք է միջև կրակելը պատերազմի ժամանակ փորձարկես միշտ։ Այսինքն այն ժամանակա բյուջետ արդեն վերանալու, միջև պատերազմ չի հասնել այդ բանը։ Ախպերս, ես ընդհանրապես եմ ասում, էլի մի կրակոցը 6000 է։ Ուզում է մինչև պատերազմից հետո ինչ կրակեց, բյուջետ 6000 թռավ մի հատ կրակեց։ Ուրեմն այս իրականությունը ինչի մասի որ մենք խոսում ենք, նաև ընդդիմությունը, ախպեր, հանեք երաշխավոր բառը քաղաքական օրակարգից։ Երաշխավոր բառը չի բնութագրում պետություն հարաբերությունները։ Որևէ կերպ ընդդիմադիր կլինի ուժեղ Հայաստան կլինի թուրք Հայաստան, ով որ ուզում է լինի, երաշխավոր բառը պետք է վերածվի քաղաքական խոսույթի տարածքից։ Դա ֆինանսավարկային հարաբերությունների արդյունք է մեկի համար, մյուսի համար հետևանք։ Միջպետական հարաբերությունում երաշխավոր եզրույթը չի կարող լինել։ Բլոկային ինստիտուտներ են աշխատում, դու ասիր ՆԱՏՕ-ն երաշխավորում է։ Ու բառներ չեն օգտագործում, ասում են ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի համաձայն։ Այո։ Կոնկրետ են ասում, ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի համաձայն գործողություններ տեղի կունենան։ Այո, բերում են իրավական դաշտ, այսինքն արևմուտքը ճիշտ է խոսենք, այնքան է զարգացել, որ իրավունքը հասկանում է ինչ է։ Անշուշտ։ Գերմանիայի վարչապետը չի ասում, Գերմանիան երաշխավորելու է ինչ որ մեկի անվտանգությունը, Բուլղարիայի, ասում է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը կա, մենք ընդ կքննարկենք։ 5-րդ հոդվածի համաձայն մենք գործողություններ ենք անում։ Հիմա գալիս ենք մտնում ենք ռուսական տարածքում։ Ռուսական տարածքում, քանի որ ռուսական կողմը ինքը այդ առևտրաարդյունաբերական սեգմենտի մեջ է, էլի ամեն ինչը դարձած է բան,
Հայաստանի հետ հարաբերությունների պարագայում ամբողջ աշխատանքը կառուցվում է առևտրական հոգեբանության վրա։ Մի անգամ ասել եմ, եւս մեկ անգամ ասեմ, երբ որ մեր առաջի իշխանները 1800 թվականին գնաց են Ռուսաստանի հետ աշխատանք անելու, ասին դու ես իշխան եմ, նա հիմա իր վիճակին հակը ասում է ախպեր դու հաստատ իշխան չես, ցավը տանեմ, արի քեզ դարձնեմ առևտրական գիլդիայի անդամ սկզբից էլի հագուստը փոխի, վիճակը փոխի, մի հատ կարգավորվի, մի հատ տեսքի արի, էլի։ Ես քեզ տանեմ որ իշխանի կողքին նստացնել։ Նույնիսկ վրացական իշխանի կողքին չեմ կարա քեզ նստել, որտեղ տեսքը չի համապատասխանում իշխանին։ Լավ, համաձայնեցվան։ Okay, իշխան հանդես չեն գալիս, առևտրական գիլդիայի անդամ եմ հանդես գալիս, 10 տարի հետո, 15 տարի հետո ասում արդեն կարամ ձեզ ասեմ հայոց իշխան Լազարևն էր պայմանական, Բեյբութովն էր։ Այս մոդելով ռուսները հայկական այդ դաշտում ինչ-որ բաներ են արել, 30 տարվա անկախության գործընթացը այդպես է եղել, Սամվել Կարապետյան առևտրականից կերտում են քաղաքական գործից հայոց իշխան։ Չեմ ասում լավա կամ վատա, բայց դա հարկավոր է տեսնել։ Նիկոլիտ չկարողացան կերտել ոչինչ։ Նիկոլը մնաց խոզ խանձով, արա երեք այդ խոզի կաշին ոնց էր քաշում անում, արա սիրտս կանգնում է։ Իդ ինչ բարբարոս ես դու։ Ու ասենք այդ նկարողներից որևէ մեկը չասեց արա Աստծուց մեռնեմ դու հանրապետության վարչապետ ես արա դու հիշում ես իմ Facebook-ային էջում Աֆրիկայից մի հատ նկար էի դրել նախընտրական պայքար գլուխի երկու սպիտակամորտի գլուխ կտրած դրած բարում են արի դուք այդ աստիճանի եք արդեն փչացած վերադառնանք նորից մեր ռուսական կամ հայ-ռուսական հարաբերությունների տարածք քաղաքական էլիտան սառնասիր ձեով պետք է ասի մենք երաշխավորներ չենք փնտրում մենք նրա կարիքը չունենք մենք ներգրաված ենք հապկի շրջանակներում հապկի առաջ պետք է խնդիր դնի ոչ թե ուլտիմատում դնի ոչ թե պետք է ասի մենք սառեցրել ենք մեր հարաբերը դե ինչ ես ասում Ես մի քիչ ձևակերպեմ կներես ոչ թե խնդիր միայն դրվի այ հապկի հետ պետք է աշխատել Չի կարող Լեհաստանը ՆԱՏՕ-ի դեմ խնդիր դնի, նա ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է։ Պորտուգալիան էլ չի կարող։ Ինքը պետք է մեկ հապկի հետ, այսինքն եթե Հայաստանը որոշել է մնում է հապկի մեջ, ինքը պետք է հապկի հետ աշխատի։ Հապկը Կրեմլը չի։ Ես քեզ հասկանում եմ։ Մնացած անդամներն են, հասկանում ես։ Եթե մենք ուզում ենք, եթե Երևանը ուզում է Կրեմլի հետ աշխատի, ես միշտ մենք ենք ասում Երևանը։ Երևանը պետք է Կրեմլի հետ բիլատերալ աշխատի։ Okay, Հարուջան, մեկ վարքյան, մենք դեռ 4 րոպե ժամանակ ունենք, կարևոր բանի մասին ենք խոսում։ Մենք խոսում ենք խոսույթ ձևավորելու մասին, չէ՞։ Ռուսաստանի հետ այս բան սկզբից պետք է հայկական կողմը խնդիր դնի, որ հետո գան, երբ որ հայկական կողմը այդ խնդիրը չի դնում, մեր տարածքում չենք հասկանում, բոլորս միասին հավաքական չենք հասկանում։ Ասում են թե երաշխավոր է ինքը, խնդիրը դիր որ դուրս գաց այդ երաշխավորի տարածքից ասես մենք սխալ ենք ընկալել մինչև հիմա հապկը երաշխավոր չունի հապը ունի կլոր սեղան որի շուրջ նստում են որի տարածքում քննարկում են եւ ստանում են համապատասխան իրավական փաթեթ եւ այդ իրավական փաթեթը վեր են հանում այն ամբիոններից ասում են այս իրավական փաթեթով այսպիսի գործողությունների հետևանքով կարող են լինել այսպիսի արձագանքներ Այո Անպայման այսպես հապկի, երբ որ մենք կարդում ենք հապկի կանոնադրությունը, արդեն մենք կանոնադրությունն են իստոմա շատերը մեր վերլուծաբանների չեն կարդում, փորձագետների կամ քաղաքական գործիչների։ Այնտեղ նշված է, որ ուժի կիրառումը լինելու է ՄԱԿ-ի անվտանգության, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, այսինքն հապկը ՆԱՏՕ չի, սրանք երկուսը հոման, ես դրա համար սկզբից ասի, մոլորակում կա մենակ ՆԱՏՕ, հապկը ՆԱՏՕ-ի հոմանիշը չէ։ Խնդիրը էլի որ գանք այս մեր խոսակցության տարածք, ես կուզենամ որ ուժեղ Հայաստանը հաղթի։ Այսինքն մենք 2 րոպե ժամանակ ունենք, ես ամփոփեմ այս երկրորդ հարցը, հետո կանցնենք հաջորդ երկու հարցին։ Ես կուզենամ որ ուժեղ Հայաստանը հաղթի, բայց կուզենամ որ ինքը հաղթի հասկանալով, որ ինչքան էլ խոսակցությունը կառուցվի Ռուսաստանի վրա հենվելով, այնքան պարտությունը կմեծանա, որովհետև Ռուսաստանը ինքն է հենվում հապկի վրա։ Ինքը հենվում է հապկի վրա։ Ժողովը վերջում եղավ այն
կլոր սեղանի շուրջ արված խոսակցությունը, այն ինչ որ իրար ասեցին, նաև Ուզբեկստանին, որ հրավիրել էին, ինչ էր խոսում պրեզիդենտ Շավկաթ Միրզոև, չէ՞, Ուզբեկստան։ Հա, ինքը շատ լավ, կիրթ ձևով խնդիրը ներկայացրեց, իրան էլ բերեն որպես չեզոք կողմ է, էլի։ Չեզոք կողմի բերեն, որ չեզոք կողմն էլ խոսք ասի, չեզոք կողմի խոսքումն է ուղղված։ Նախկին խորհրդային միության երկրներին, մինուս Պրիբալտիկա։ Խոսքը նրանց է, որտեղ ռուսերեն ենք խոսում, չէ՞։ Քաղաքական լեզուն ռուսերենն է։ Այդտեղից հետևություն, որ հայկական կողմը եւ մահերի ելույթը այդ տարածք, որ մենք պատրաստ ենք այս կողմեն կամ եւ այլ, ինքը չի փարատում հարցը, լուծում չի տալիս։ Պարզապես մահերն ասեց, որ մենք դիրքորոշումներ ունենք, վարչապետը ունի կամակորություն, չի ենթարկվում, մենք էլ հասկանում ենք, որ օրենքներն այսպիսին են, դե հարգանքով մոտենանք կամակորության, երևի կճանապարհենք, կգնանք, կվերադառնանք օրենսդրական դաշտ։ Գուցե նաև սա է եղել։